Photoshop-ի վերջին տարբերակում բարելավել են նաև home screen-ի UX-ը և UI-ը։ Այժմ մենք այս home screen-ից միանգամից կարող ենք մեր նկարները ներբեռնել Adobe Firefly, դիտել Adobe Firefly-ում ստեղծած մեր նկարների պատմությունը, ինչպես նաև օգտագործել Firefly border-ը։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Այժմ այս մեր home screen-ում ձախ մասում դուք տեսնում եք, որ մենք ունենք Firefly Workspace, Generation, History, Project-ներ և եթե մենք հիմա նայենք, ապա այստեղ վերևում մենք ունենք Edit with AI, այսինքն խմբագրել գեներատիվ ֆիլով և Future tab-ը, որը մեզ հնարավորություն է տալիս գտնել արագ գործողություններ և կիրառել մեր նկարների վրա։ Եթե մենք այժմ վերադառնանք Edit with AI tab-ին, ապա դուք այստեղ կտեսնեք, որ մենք ունենք մի հուշում, որը ասում է, որ մենք կարող ենք ներբեռնել որևէ մի նկար մեր Photoshop-ի կամ մեր համակարգչից և ապա խմբագրել նրան prompt-ի, այսինքն հուշման օգնությամբ։ Եթե մենք այժմ ընտրենք Select Image և տանք Open, ապա այս նկարը կբացվի մեր Firefly Workspace-ում, եթե մենք այստեղ սեղմենք Edit with a Prompt։ Այժմ դուք տեսնում եք, որ մենք գտնվում ենք Firefly Workspace-ում, որտեղ կան մի շարք նոր հնարավորություններ արհեստական բանականության հետ աշխատելու և նկարների վրա փոփոխություններ անելու։ Այստեղ դուք տեսնում եք, որ մենք ունենք նոր Markup, Precise Flow, Remove, Expand, Upscale և Remove Background հնարավորությունը։ Նաև այս ներքևում դուք տեսնում եք, որ այժմ մենք կարող ենք ընտրել այլ երրորդ կողմի մոդելները օգտագործելու համար, ընտրել նրա չափը, մեր նկարի ռեզոլյուցիան և այստեղ նաև կարող ենք օգտագործել User Google Search-ը նկարներ գտնելու համար։ Այստեղ ամեն մի նոր մոդելը, երբ որ մենք ընտրում ենք, ներքևը մենք կարող ենք տեսնել, թե ինչ կրեդիտներ մենք կարող ենք օգտագործել։ Ինչպես գիտեք, այդ կրեդիտները վերաբերում են կոնկրետ արհեստական բանականության մոդելներին, տարբեր, որ հիմա գոյություն ունեն, և համապատասխան դրան մեր կրեդիտներից, որը մենք գնում ենք լիցենզիոն ծրագրերի հետ, կարող ենք օգտագործել ցանկացած մոդել։ Եվ այստեղի ինտերֆեյսը համապատասխան կփոխվի այն մոդելին, որը մենք ձեր հետ ընտրում ենք։ Եթե մենք օրինակ այժմ ընտրենք Markup-ը, ապա սրա օգնությամբ մենք կարող ենք օրինակ նշել տարբեր մասեր մեր նկարների և այստեղ prompt-ով, եթե հարկավոր է, տանք, թե ինչ է պետք ստեղծել։ Եթե այժմ մենք այստեղ գրենք Golden Candle, ապա այս մասում, երբ որ մենք օգտագործենք Generate-ը, կստեղծվի այս մեր հուշման հիման վրա այդ օբյեկտը։ Նաև այստեղ կարող ենք ընտրել brush-ը, ընտրենք որևէ ռեգիոն և այդ ռեգիոնի համար այստեղ օրինակ կարող ենք գրել Golden Rose կամ այստեղից մենք կարող ենք այդ ռեգիոնը նշել կամ ընտրել որևէ մի նկար և այդ նկարի օգնությամբ որպես reference image ստեղծենք այդ պատկերը։ Եթե մենք հիմա այժմ սեղմենք Generate, ապա համապատասխան այս մոդելին, որը մենք ընտրել ենք, մեր նկարում կավելացվեն այն օբյեկտները, որը մենք գրել էինք մեր prompt-ում, այսինքն հուշման մեջ։ Եվ այժմ դուք տեսնում եք, որ մեզ տրվեց այս նկարը, որը մենք ստեղծեցինք Gemini 3.1-ի New Banana-ի օգնությամբ։ Այստեղ մենք ունենք նաև Precision Flow-ն, որը թույլ է տալիս մեզ ստանալ մի քանի նկարներ միանգամից և ընտրել, որը ավելի շատ կհամապատասխանի մեր նկարին։ Երբ որ մենք վերջացնում ենք Firefly Workspace-ում մեր աշխատանքը, այստեղ մենք կարող ենք սեղմել Open in Editor և դուք կտեսնեք, որ այժմ մեր մոտ այս նկարը կբացվի Photoshop։ Եթե մենք այժմ այստեղ ընտրենք որևէ մի տիրույթ և բացենք Generative Fill-ը, ապա դուք կտեսնեք, որ այստեղ նաև բարելավել է մեր contextual բառի ինտերֆեյսը։
Եվ այստեղ եթե մենք սեղմում ենք Firefly-ի վրա, ապա այս մոդելները արդեն Photoshop-ում մենք կարող ենք ընտրել ինչպես մեր պարտներներից, այնպես էլ Adobe-ի ստեղծած մոդելներից։ Այստեղ դուք տեսնում եք մենք ունենք նաև Firefly Imaging-ը եւ ունենք նոր Firefly Fill եւ Expand հնարավորությունը։ Եթե մենք այժմ այն ընտրենք եւ եթե հիմա մենք այստեղ գրենք Add Golden Bird, տանք Generate, ապա Adobe Firefly-ը կգեներացնի մեզ այդ հատվածում համապատասխան մեր prompt-ի տարբերակներ եւ դուք այժմ տեսնում եք, որ մենք ստացանք ոսկե ցիտը։ Սա Adobe Photoshop-ում ինտերֆեյսի լավացումն է Generative Fill-ի համար եւ ինչպես նաեւ նշեցինք, Firefly Workspace, օրինակ եթե մենք այժմ սեղմենք, կգանք հետ այս մեր home screen-ին։ Բացի դրանից, եթե մենք բացենք Share with us, օրինակ այս ֆայլը, եւ այստեղից սեղմենք այս 3 կետի վրա, ապա մենք այստեղ ունենք Open Imports, եւ եթե մենք սեղմում ենք Open Imports, ապա այստեղից կարող ենք ստեղծել նոր board կամ ընտրենք մեր արդեն եղած board-երից մեկը, եւ այստեղից մենք կարողանանք այդ նկարը միանգամից ավելացնենք մեր board-երի մեջ եւ աշխատենք այդ board-երով արդեն Adobe Firefly-ի board-երում։ Բացի դրանից, այժմ Photoshop-ում մեր կոնտեքստուալ բառում եւ այս վերևի մեր բառում դրված է մի հնարավորություն, որը մեզ թույլ է տալիս դիտել մեր կրեդիտները, թե ինչքան ենք մենք օգտագործել եւ ինչպիսի հնարավորություն ունենք այս տարբեր տիպի մեր պարտներ մոդելների կամ Adobe Firefly-ում օգտագործված կրեդիտների մասին տեղեկատվությունը եւ հետևենք նրանց փոփոխությանը։ Սա Adobe Photoshop-ում Generative Fill-ի հետ կապված եւ Workspace-ի հետ կապված թարմացումներն են, որոնք հեշտացնում են փոխադարձ աշխատանքը Adobe Firefly-ի եւ Photoshop-ի հետ։